ջան, այս էլի արթնացել ես ու մեղվի պես աշխատում ես։ Այո, տիկին Սվետա։ Իդեպ գիտեք, որ փեթակներում կան պարապ մեղուներ, որոնք սպասում են իրենց հերթին կամ հանդիսանում են պահեստային, եթե հանկարծ օրինակ շատ նեկտար հայտնվի։ Իսկ մեր փեթակի նման, էլի սաղ պարապ-սարապ մեղուներ են։ Իհարկե բացի քեզնից, էլի։ Ու աբուլիկիցս։ Սպասում են սեղանը դնես, նեկտարը դնես սեղանի, որ հավաքվեց սեղանի շուրջ։ Վայ տիկին Սվետա, ինչ հետաքրքիր մարդ եք դուք, ինչ հետաքրքիր ալեգորիայով ներկայացրեցիք այս հյութը։ Չէ, Աննա ջան, սա բնական հյութ է, առանց հավելումների, ինչ ալերգիա է բալա։ Աննա ջան, մի հատ կհիշացնես դու որտեղից էիր։ Ես Արմավիրից։ Վայ, շատ լավ է, հենց Արմավիր քաղաքի մեջից։ Այո, այո, իդեպ գիտեք տիկին Սվետա, որ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռանը Արամայիսին։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում Աննա որ փողոցն էր։ Մաշտոցի փողոց։ Արամայիսը իր բնակության համար գետի ափին տուն է շինում եւ այն անվանում է Արմավիր։ Իսկ հետո գետի անունը Բա որ տունն էր, Աննա ջան։ 199, գետի անունն էլ իր թոռան Երաստի անունով անվանվում է Երասխ։ Շատ անչափ հետաքրքիր պատմություն էր, Աննա ջան։ Ոյ, շնորհակալ եմ տիկին Սվետա։ Դե գնա կանչի, Աննա ջան։ Գնամ կանչեմ նախաճաշակ։ Աբուլիկ։ Աբուլիկ։ Լավ էլի մոմ այսօր չեմ ուզում գնամ դպրոց։ Ինչ դպրոց այդ աղա գժվել ես։ Գնա լվացվի։ Ոնց լվացվեմ։ Տեղ գնալու։ Հա, Աբուլիկ, Արմավիր ենք գնում։ Արմավիրը ո՞րն է։ Հոկտեմբերյանի կողմերը, չի։ Ոյ, հա, արագացրու։ Ատամները տել կլվանաս։ Ոնց ատամներս է լվանամ։ Ատենց լուրջ տեղ են գնում։ Տղա ջան, հա, գնում ենք Աննայի ծնողներից Աննայի ձեռքը խնդրելու։ Ոնց Աննայի ձեռքը խնդրելու։ Բանակվում են խառը մի քանի հոգով Շատ արվեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրը հարվում է մամայի համար Չգիտեմ ինչ անեմ։ Սաղ մտքերս խառնվել են իրար։ Առաջ ամբողջ օրը մտածում էի Python-ի ու JavaScript-ի մասին, իսկ հիմա գլխումս մենակ Աննան է։ Նստում եմ կոմպի դեմը, Windows-ը գրում է welcome, բայց ես կարդում եմ Աննա։ Աչքերս դեմը երևում է Աննա։ Կոդ եմ գրում, վերջում սիրային բանաստեղծություն է ստացվում։ Գոր լսում ես։ Հա, լսում եմ։ Թույն երգա։ Լավ էլի Գոր։ Ես քեզ կարելի ասել եկել եմ հոգիս եմ բացում, դու երգ ես լսում։ Լավ։ Հիմա քո բաց հոգու երգն եմ լսում։ Երգի։ Չգիտեմ ինչ անեմ, որ Աննան ինձ ուշադրություն դարձնի։ Ամբողջ օրը իր դասերի մեջ է։ Աննայի ուշադրություն գրավելը շատ հեշտ է։ Գնում ես մի հատ թատրոն, վերցնում ես Վարդան Մամիկոնյանի հագուստ։ Մտնում ես մի հատ ձի արշավարան, վերցնում ես մի հատ ձի ու գնում ես համալսարանի բակում ավարարի ճակատամարտն ես բեմադրում։ Տես ոնց է ուշադրություն դարձնում։ Լավ էլի Գոր, լավ էլի, ինչքան հետո ես քեզ բաներ եմ ասում, դու կատակներ ես անում։ Կատակ էր, չէ՞։ Ահա, կատակ էր հանգիստ։ Եթե անկեղծ ես հազիվ թե այն մարդը լինեմ, ով կարա քեզ խորհուրդներ տա։ Սիրային հարցերում ես դեռ կարանտինի մեջ եմ։ Բայց Տիկին Սվետայի սերիալի մեջ մի բան եմ տեսել։
Կարաս փորձես։ Ինչ անեմ, գնամ զույգ աղբորս գտնեմ, ինքը գա, մենք տեղերով փոխվենք ու ինքը գնա իմ փոխարեն Աննային գայթակղի։ Չէ, այդ թող մնա մեր պլան B-ն։ Իսկ պլան A-ն կլինի Խանդի տեսարանը։ Այսինքն, ո՞նց։ Եթե ուզում ես Աննան քեզ ուշադրություն դարձնի, պետք է քեզ ուրիշ աղջկա հետ տեսնի։ Չէ, գոր ես չում կարա։ Հենց երեք մի հատ կին դասախոս ինձ կանչեց գնա տախտակի մոտ, որ ես դասը պատասխանեմ, միջև պատասխանեցի, ոտքերից դա Երևանյան լիճներ գոյացել։ Լավ, ես քեզ կօգնեմ։ Աբուլիկ։ Պատրաստ ես բալիս։ Չէ, մամ։ Մամ, ես չեմ ուզում գամ Արմավի Աննայի ձեռքը խնդրելու։ Մամ, ես չեմ սիրում Արմավիրը։ Աբուլիկ տղա։ Նա ինձ խայտարակ չանես հա։ Ամեն ինչ պլանավորել եմ։ Մտնում ենք այդ մարդկանց տուն։ Այս գժական սինին դնում ենք սեղանին ու մաման ասում է. «Բարեձես, մենք եկել ենք ձեր ահունիկին մեր ղուզբաշի համար տանենք»։ Խուզված, մամ։ Դու ինչ չուղես։ Մամ, մենից սինի նրբերշիկներով, մրգերով չպիտի լինի։ Այ տղա, մրգերով ով ասես կարա տանի։ Իսկ սենց սինի ամեն մեկը չի կարում պատրաստի։ Հետո այս նրբերշիկներով սինի ենք տանում, որ իրանք իմանան, որ մեր նպատակները լուրջ են, Աբուլիկ ջան, որ իմանան էլի, որ մեր ձեռը չոր քարի տակ չի, իրանց երեխուն լավ կկերակրենք, հասկացա՞։ Դե մամ, պարտադիր է ես էլ գամ։ Չես կարա դու մենակով գնաս այդ ձեռը վեկալես գաս։ Լավ էլի։ Բա խնամիները չտեսնեն, թե դու ինչ սիրուն, ինչ սիմպաթիչն է, ինչ խելացի, ինչ քթացակով տղա ես։ Սվետաս, պատրաստ եք։ Հա, Ժորիկ ջան, պատրաստ ենք։ Մամ, Ժորիկ ձանը չի գալի։ Ժորիկ, Աբուլիկ, նախ ես հարցերում անպայման տղամարդու ներկայությունը պարտադիր է, իրանք ես գործից ավելի են գլուխանում։ Հետո էլ տաքսում փող չենք տա այդ տղա։ Մամ ջան, Ժորիկ ձանի օպերից ոտերի հոտ է գալի։ Քո սենյակից էլ է ոտերի հոտ գալիս։ Անցի առաջ արագացրու Աբուլիկ։ Լի մամ։ Շուտ եմ ասա դեմը ես եմ նստում։ Դեմը մեր է տանստելու։ Ժորիկ ձեզ ավելի թույն բան ասեմ։ Ես քշեմ դու մամային վեկալ հելի հետև։ Լավ ասում։ Հլա երկուսդ էլ սոսկվեք։ Ես եմ քշելու, արի։ Տրավելի մամ։ Ժորի, այդ սինին բեր։ Քիչ մնաց, 2 տարուց կավարտեմ, կմասնակցեմ օլիմպիադային ու կհնչեցնեմ Հայաստանի հիմնը։ Կարծում ես առաջին տեղը կգրավես։ Եթե չհաղթեմ, շտանգով կտամ DJ-ի գլխին կստիպեմ միացնի Հայաստանի հիմնը։ Աննա ջան, մի բան հարցնեմ։ Այդքան գրքերը խի ես կարդում։ Վաղուց այդ բոլոր գրքերի աուդիո տարբերակը կա։ Դիր լսի։ Ոչ Անուշ, գիրքը շատ ավելի լավ է, որովհետև գոնե օրինակ ամեն էջը թերթելուց հետո գովաշ չի բերում։ Երեխեք ես կորած եմ։ Ինչ ա եղել։ Մի հատ տղայի հետ եմ գրվում։ Իրականում ամեն ինչ շատ նորմալ է։ Անունը Սարգիս է, հարուստ է, բիզնես ունի, լավ մեքենա է քշում, բայց մի խնդրեմ ունի։ Կարող է ամուսնացած է։ Չէ, դե ան դրա խնդրեմը ո՞րն է։ Ուզբեկ է։ Դե ուզբեկները շտանգից թույլ են։ Չէ, այս տղայի միակ խնդրեմը այն է, որ ինքը շատ խելացի է։ Բայց դա շատ լավ է։ Աննա, դրա լավը ո՞րն է։ Ուզում ես մի հատ կարդամ լսի ինձ ինչ ա գրել։ Իհարկե ուզում եմ։ Կարդամ լսի։ Մեգի ջան, ըստ քեզ, abstract էքսպրեսիոնիզմն ավելի շատ հույզերի ազատագրում է, թե պարզապես տեխնիկական քաոս։ Վաու, Մեգի, ես ապշած եմ։ Նա հասկանում է ժամանակակից արվեստից։ Այ օրինակ ես նախընտրում եմ Մոնդրեոնի գծային հստակությունը, ի հակադրումն Պոլոքի անկառավարելի էներգիային։ Ճիշտ է, չհասցրեցի ֆիքսեմ, ինչ ես ասում, բայց այդ նույնը հիմա դանդաղասա գրեմ, հա։ Իհարկե, Ավելի լավ ատամ դու գրի։
Մեկի որ սպորտից հարցնի կտաս կպատասխանի։ Խնդրեմ։ Ստարշես, բարի օր։ Լավ ես։ Այդքան էլ չէ։ Ազատ օրա համասանում մարդ չկա։ Շեֆն է ստիպում է որ գամ աշխատեմ։ Սառը թեյ կցանկանաք։ Չէ, Ստարշես, ապրես։ Բայց քեզ մի ուրիշ խնդրանք ունեմ։ Կարող եմ մեր կուրսի Էլիզայի կամ Կարինայի համարը ունենաս։ Ձեր կուրսեցիներն են, ես պիտի իմանամ։ Որ մեկինն է պետք։ Դե խոսքի Էլիզային է։ Խոսքի Էլիզային, լսի, քանի որ է տարի տակ շատ անուններ կա, եկեք ես մի հատ սառը թեյ պատրաստեմ։ Մինչև գտնենք համարը։ Լավ։ Լավ, պատրաստի։ Ստարշես, դու մինչև թեյը պատրաստես, ես աղջիկների համարները գտնեմ, էլի։ Հեռախոսամարը 9 նիշա, ոչ թե 8։ Էլիզա ջան, ողջույն, ձեր կուրսի գորնը։ Հա, գորջամ, բարև։ Էլիզա ջան, դու հիմա որտեղ ես։ 7-րդ մասիվում։ Հա, ափսոս, ես էլ համալսարանում էի, ուզում էի մի հատ քեզ տեսնեի։ Ես հեսա կգամ։ Լավ։ Խնդրեմ դες սառը թեյը։ Ես եկա։ 7-րդ մասիվից, հետո էլ բողոքում են քաղաքի պրոբկաներից։ Դե ասա, ինչ էիր ինձ ուզում ասեիր։ Ես մտածել եմ ու հասկացել եմ, որ ժամանակն է ընկերուհի ունենամ։ Ու մտածում եմ քո հետ ընկերություն անեմ։ Համաձայն եմ։ Չէ, բայց ես հենց արագ չեմ կարող ընտրություն անեմ։ Դրա համար քեզ մի հատ տարօրինակ խնդրանք ունեմ։ Ինչ ասած համաձայն եմ։ Ես ուզում եմ, որ դու մենակ այսօր ընկերություն անես ընկերոջս Դավոյի հետ։ Կատակով, ոչ լուրջ, որ ես կողքից նայեմ հասկանամ դու ինչ ձևի ընկերուհի ես ու ընտրություն անեմ։ Ինչ ա եղել, կարող է եղուն գտա կոտրվել։ Չէ, Մասերը դա ճյուղավորվել։ չէ, Աննա։ Հա, երևի գումար չունես տաքսով գնալու, ստիպված նորից մետրոյով պիտի գնաս։ Հա, բայց չէ։ Այդ դեպքում ինչ ա եղել, ինչի է տրամադրությունդ նման Սուրբ Հեղինե կղզի աքսորված Նապոլեոնի տրամադրությանը։ Աննա, այսօր Սարգիսի հետ հանդիպման եմ։ Վախենում եմ, որ կարող է էլի խելացի հարցեր տա ու չիմանամ ինչ պատասխանեմ։ Այն ժամանակ ինձ որ ասում էին լավ սովորի, հաստատ այսօրվա համար էին ասում, որ հարուստ ու խելացի ուզող ունենամ, ձեռքիցս բաց չթողնեմ։ Աննա, կլինի մի օրով քո ուղեղը դնենք իմ գլխի մեջ։ Բայց դա գիտականորեն անհնար է։ Ոչ մի անհնար բան չկա, Աննա։ Ես հասկացա ինչ կանենք։ Ես ականջակալներով կլինեմ, քեզ կզանգեմ ու դու այդ ընթացքում կլսես, հարցերին կպատասխանես, հետո ես կպատասխանեմ, ոնց որ դու կհուշես։ Բայց դա կաշխատի։ Ոչ մի բայց։ Շնորհակալ եմ, որ ինձ չմերժեցիր, հեռախոսիդ ուշադիր կդնես, կզանգեմ։ Աննա ջան, ծանոթացիր։ Մեր Դավիթի նոր ընկերուհին է։ Վայ մամա ջան։ Հեռախոսս մնաց վերևում, մեկին հեսա կզանգի։ Գոր։ Թողնել պանիկան։ Պետք է ավելի կտրուկ միջոցների դիմել։
Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր սրճարան։ Ինչ կցանկանաք՝ թեյ, սուրճ, խմորեղեն, բանջարեղեն, տավարի միս, խոզի միս, հավի բուտ, թացանձերոցիկ, չորանձերոցիկ։ Մի րոպե սպասի ընկեր ջան, ես ավելի շատ մեր տան առևտրի ցուցակն ես ասում։ Ես այսօր այստեղ շատ գեղեցիկ, շատ գույնզգույն մի աղջկա հետ հանդիպման եմ։ Ուզում եմ ամենից շատ սիրուն կազմակերպվի։ Շեֆ ջան, շնորհակալ եմ քեզ, որ իմ ազատորով կանչել ես աշխատանքի։ Բարև։ Ես Մեգին եմ։ Ես քեզ հենց այսպես էլ պատկերացնում էի, շատ գեղեցիկ ես։ Երևի որ արդեն նկարս տեսել եք դրանից է։ Համել խելացի ես։ Մերսի։ Նստենք։ Սա քեզ Samsung հեռախոսը, շատ ուժեղ սմարթֆոն է, պատկերացրա, որ 100,000 անգամ ավելի հզոր է այն համակարգիչներից, որով 1969 թվականին մարդկանց հասցնում էին լուսին։ Հիշում եմ։ Գիտեի, այսինքն լսել եմ։ Աննա, այս պահին դու ես իմ ուղեղը։ Առաջարկում եմ ավելի մոտիկից ծանոթանանք։ Ես ավարտել եմ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, դե բալերս պոլիտեխնիկ չերիքեց, որից հետո հիմնել եմ Arm Brain Solutions-ը, որը զբաղվում է կիբեռնետիկ անվտանգությունով։ Իսկ դու չես կարծում, որ կիբերանվտանգության մեջ ամենաթույլ օղակը մարդն է։ Չէ՞ որ ավելի հեշտ է մանիպուլացնել օգտատիրոջը, քան կոտրել գաղտնաբառը։ Էլիզա ջան, դու ես սուրճը խմի։ Մենք Դավոյի հետ խոսելու բան ունենք։ Գոր։ Բայց կարողա պետք չի։ Դավո հանգիստ։ Այս տակտիկական նահանջ էր։ Հեսա վերադասավորվենք ու գնանք նորից հարձակման։ Հա բայց եթե ես չեմ ուզում, Իսկ քեզ ոչ մեկ չի հարցնում։ Զինվոր։ Լսի Հրամանոս։ Հենց Աննան իջնում, հա։ Էլիզին կտրուկ գրկում ես ու համբուրում։ բայց ախր Թողնե։ Ինչ պիտի պատասխանես։ եսի։ Աբա ճիշտ այդ ձաատ։ Ճիշտ այդպես։ Ճիշտ այդպես։ Գոր։ Ամեն ինչ նորմալ է։ Կարող է ինչ-որ մի բան են չամանում։ Հա, Էլիզա ջան, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի քեզ մի խնդրանք ունեմ։ Մեգի, լսում ես ինձ։ Շատ լավ։ Ուրեմն ասա, Կոմս Մոնտե Քրիստո վեպը հիմնված է իրականում ապրած Պիեր Պիկոյի կյանքի հիման վրա։ 1807 թվականին նա իր բարեկամների կողմից բեղադրվել է լրտեսության մեջ եւ բանտարկվել է։ Հետո հետագայում նա բանտում ծանոթացել է իտալացի մի հոգևորականի հետ, ով իր մահից առաջ բացահայտել է թաքնված գանձի գաղտնիքը։ Լավ, սպասի, հիմա ավելի դանդաղ կասեմ։ Մեգի մի րոպե սպասի, մարդ ա եկել, 2 րոպե առանց ինձ ձգի, հիմա կգամ։ Աննա ջան, շատ զբաղված ես։ Այո, գոր, ինչ ա պատահել։ Որ խնդրեմ, գիշնես հյուրասենյակ։ Շատ շտապ գործ կա։ Չեմ կարող, գոր, ես ձեր կարևոր գործերը գիտեմ, խնդրում եմ, ամանները հետո կլվանամ, գնա։ Չէ, ուրիշ բան։ Խնդրում, իջի հյուրասենյակ։ Բայց արագ։ Լավ, միայն արագ։ Աննա ինձ մենակ մի թող, ալո։ 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 Էլիս, որտեղ ես։ Ընկերոջս, գորի տանը։ Ինչ ես խոսում, կշվել ես։ Հալով մի քիչ ցածր նախանձի։
Տեսար ոնց ձեռիցդ տարագորին։ Դու հիմա պիտի 2 տարի սպասես, որ նոր գոր բանակից գա, որ իր հետ ընկերություն անես։ Հա, չնայած մինչև այդ 2 տարին անցնի, դու կծերանաս ու քո հետ մենակ պապիներ է ընկերություն կանեն։ Հանգստացի մի հատ։ Ես գիտեմ, որ դու ինձ խաբում ես։ Ամբողջ համալսարանն է խոսում, որ դու ծրագրավորման բաժնի Դավիթի հետ ես ֆրֆռում։ Չէ, չկա տենց բան։ Այդ ժամանակավորը որ գորի հետ ընկերություն անեմ։ Այսինքն, Ինչ կա չհասկանալու։ Գորն ուզում է տեսնի, թե ես ինչ ձևի ընկերուհի եմ, որ հետո իմ հետ ընկերություն անի։ Հիմա էլ ինքը կողքից նայում է։ Էլիս, ես գիտեի երկուսս հավասար ցնդած ենք, բայց դու ինձ տվիր անցար։ Լավ, մի խանգարի, հա ինձ։ Աննա, դու ինձ հիմա շատ ես պետք ինձ մենակ մի թող։ Մեկ այնքան տպավորված եմ քեզնով։ Իհարկե գիտեի, որ շատ գեղեցիկ ես, բայց որ քո այս դալար մարմնում այսքան ինտելեկտ կա, շատ հաճելի է շփվել քեզ հետ ու հիացած եմ քո ամբողջ գիտելիքներով։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, ինձ էլ է շատ հաճելի քո հետ շփվելը։ Իդեպ վերջերս վերընթերցում էի Հեմինգուեյի Ծերունին սովը, գիտես այնտեղ այնքան մարդ ու բնության պայքար կա, ինչ ես կարծում, որն էր ծերունու հիմնական սխալը։ Հիմա ասեմ, ծերունին եւ ծովը բանաստեղծություն, ծերունին եւ ծովը ստեղծագործության մեջ ծերունու միակ սխալը նրանում էր, հա, որ ծերունին առանց զագարի կրեմ գնաց լողա փլողալու։ Հա, դու հումոր էր։ Շատ ծիծաղել էր ապրես, դու համել շատ հումորով ես։ Խմենք։ Իդեպ գիտեի, որ շամպայնը հաղթանակի իմպելիքն է։ Լուրջ հաղթանակի իմպելիք։ Բա որ իմանայի, երեք 2 ящик կխմեի, նոր կգնայի այդ 120 կիլոն կբարձրացնեի ու կհաղթեի։ Ես չէի ինձ թվում ավելի ճիշտ կլինի, որ դու գնաս տեղից։ Ո՞նց թե գնամ։ Ես պիտի քո հետ ընկերություն անեմ, որ հետո գորի հետ ընկերություն անեմ։ Դու իմ բախտի վրա քար մի գցի, լավ։ Որ այդպես է շտապում, ոնց որ իմացած լինես, որ Հերոստրատն ուզում է Եփեսոսի տաճարն այրի։ Հիմա կիմանաս Աննա ջան։ Ասում չէ։ Ինչ այստեղ կատարվում։ Աննա ջան, Էլիզան ու Դավիթը ընկերություն են անում։ Վայ, շատ ուրախ եմ։ Դրա համար ես ինձ բերել հասցրել այստեղ գոր։ Դավիթ, ես իսկապես շատ ուրախ եմ, քեզ համար վերջապես նոր ընկերներ ունես բացի մեզնից։ Չէ, Աննա ջան, չհասկացար։ Էլիզան Դավիթի ընկերուհին չի, ընկերուհին է։ Այսինքն ռոմանտիկ հարաբերություններ։ Ոնց։ Այսինքն իրանք իրար Այ հիմա հասկացար։ շատ ուրախ եմ ձեր համար։ Այ կռիս։ Ես ուզում ես գորից ձեռքիցս տանես։ Գորջան, նայ ես ինչ լավ ընկերուհի եմ։ Ինչի ես քեզ մեջ գցում։ Ես եմ առաջինը գորի հետ պայմանավորվել։ Ինչ այստեղ կատարվում։ Աննա ջան, ես ասա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես իրանց հետ ընկերություն չեմ անում։ Ավելի շուտ ընկերություն չեմ անում։ Այս ուղղակի թատերական բեմադրություն է։ Վատ։ Այո, գորի սիրտը գրավելու համար։ Մենք Դավիթի վրա ցույց ենք տալիս, թե ինչ լավ ընկերուհի կարող ենք լինել գորի համար։ Ես անկեղծ ոչինչ չեմ հասկանում։ Ոնց որ ավարայրի ճակատամարտի հարբած փղերը լինեք։ Նիրապե։ Կորացը քո դուր եկավ, այ պյոս։ Հա, բայց համարյա ստացվում էր, չէ՞։ Գոր, հիմա որ մեկից ես ընտրում։ Երբեք։
Բարդ ընտրություն է։ Ես սենց արագ որոշում կայացնել չեմ կարող։ Ու հարցը ձեր մեջ չի, հարցը իմ մեջ է։ Ես ձեզ կճանապարհեմ։ Անուշ, ես ինչ ես անում։ Ինտելեկտուալ ջենգա եմ խաղում։ Իսկ ականջակալները սուր են, մեկի հետ էի խոսում, հետո անջատվել, հա։ Չէ, ես քո փոխարեն հուշել եմ, ամեն ինչ նորմալ է։ Լուրջ ես խոսում, ինչ ես ուշել։ Դե օրինակ Սարգիսը Մեգիին հարցնում էր ոնց է ինքը վերաբերվում բախին, ես էլ ասացի պատասխանի, որ լավ ես վերաբերվում։ Այ, Որովհետև երբ որ մի բախ է լինում, այդ նշանակում է շտանգեն մաքուր ընկել է գետնին։ Բայց որ լինում է բա-բախ կամ բա-բա-բախ, այդ արդեն լավ չի։ Ես Անուշ, ես Պոմպեոսի կործանումից ավելի մեծ աղետ է։ Աննա, դու գժվել ես։ Ես վերջի վերջնա։ Աննա, դու քո հուշումները լսում էիր։ Ինչ է նշանակում ես եգիպտական բուրգերը սիրում եմ տավարի մսով ու պանրով։ Հա ինչ, պանրով ավելի համով է, քան առանց պանիր։ Մենակ չասեք, որ ինձ Անուշն է հուշել։ Շատ պատահական սենյակից շտապ դուրս եկա ու շատ վատ է ստացվել ամեն ինչ։ Դե օրինակ, եթե հաշվի առնենք, որ ես կես տարուց կարող էի ամուսնանալ Սարգիսի հետ, տեղափոխվեի Վահագնի թաղամաս իրենց կալվածքներում ապրելու, տարվա կեսը անցկացնեի Դուբայում, այդքան էլ լավ չստացվեց։ Տեսար մամ, որ ասում էի չգնանք։ Հանգստացի Աբուլիկ։ Դեռ ոչինչ կորած չի։ Ոնց ոչինչ կորած չի։ Խայտարակ եղանք։ Ում պատճառով խայտարակ եղանք Աբուլիկ։ Քո մտել ենք անծանոթ մարդկանց տուն, մտած չմտած ասես ձեր զուգարանը ուր է։ Հաբա մամ այդքան ճանապարհ ենք գնացել, բզում էր անընդհատ։ Աբուլիկ, նորմալ է որ զուգարան ես ուզում, բայց որ մարդիկ ասում են մեր զուգարանը դուրսն է, դա չի նշանակում որ զուգարանը ամբողջ դուրսն է։ Մենակ ես եմ, ժորիկ ձանել ինչ մտել է իրացուն այդ խեղճ մարդկանց ռեմոնտն է կլնգում։ Հապա ինչ ասի։ Սաղ պատերը ծուր էին։ Ժորիկ դուսուս։ Իսկ բացատրեք։ Այդ ոնց եղավ, որ մենք Արմավիրի փոխարեն հայտնվեցինք Արտաշատում։ Ժորիկ ոնց էլի։ Նախ ես մեղավոր չեմ, որ բոլոր քաղաքներում Մաշտոցի փողոցներ կան։ Ես էլ ակնոցից մոռացել էի։ Տվեցի նավիգատորը Աբոյին, որ գտնի։ 4 ժամ նստել ենք այդ անծանոթ մարդկանց տանը ու իրանց աղջկա ձեռքն ենք խնդրում։ Լավ աղջիկ չունեին։ Ես իմ հետում էինք տուն հարց բերելու։ Ուի ոնց է ներվային անում ձեզնից։ Ոչ մեկի տերեսը չեմ ուզում տեսնել։ Ապո, նախ աշխարհագրություն սովորի, թե չէ առանց հարց կմնաս։ Դու էլ ավտոքշելուց տրաֆարետները կարդա սովորի, թե չէ կմնաս առանց սվետ։ Ինչ։